Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախօրեին Բերլինում քննարկում էր Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության հեռանկարները, Ղարաբաղյան հակամարտությունը, ուկրաինական ճգնաժամը, մի խումբ ակտիվիստներ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ցույց էին անցկացնում։ Ցուցարարներն Ալիևին դիմավորել են ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարներով եւ պաստառներով, կանգնեցրեք բռնապետ Ալիևին, Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների դադարեցրեք աջակցությունը բռնապետ ռեժիմներին կոչերով։ Բերլինում տեղակայված ադրբեջանական Մեյդան TV-ի փոխանցմամբ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում, երբ Ալիևն ու Մերկելը տեսախցիկների առաջ իրար ձեռք սեղմելով լուսանկարվում էին, ադրբեջանցի հայտնի բլոգեր, քաղաքական էմիգրանտ Հաբիբ Մունթեզիրը դահլիճից բղավել է. Mr. Aliyev, free prisoners in Azerbaijan. Mr. Aliyev. Պարոն նախագահ, ազատ արձակեք քաղբանտարկյալներին, ազատություն մամուլին։ Այս կոչերին մինչդեռ Ադրբեջանի նախագահը հակառակ պնդումներով է արձագանքել։ Ալիևը, ում արևմուտքը մեղադրում է Ադրբեջանում այլախոհությունը ճնշելու մեջ, հայտարարել է, թե իր երկրում մամուլի ազատության, ինչպես նաև մարդու այլ իրավունքները հարգվում են, որ Ադրբեջանում հարյուրավոր լրատվամիջոցներ կան, չկա գրաքննություն, ապահովված է համացանցից ազատ օգտվելու հնարավորությունը։ Տարբեր հաշվարկների համաձայն շուրջ 100 քաղբանտարկյալ ունեցող Ադրբեջանի նախագահը, ով արևմտյան մամուլը հաճախ է ներկայացնում որպես բռնապետ, նաև ասել է. ընդհանուր առմամբ Ադրբեջանում վերջին տարիներին նշանակալի քայլեր են արվել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, քանի որ մենք հավատում ենք, որ քաղաքական բարեփոխումները պետք է տեղի ունենան տնտեսական բարեփոխումներին զուգահեռ։ Ալիևը չի շրջանցել նաև իր անձին առնչվող ձեռքբերումները, ասել է, թե գրեթե 90%-անոց վարկանիշ ունի երկրում, հարցումների արդյունքները վկայակոչել, իսկ ժողովրդի հսկայական աջակցությունը պայմանավորել է վերջին տարիներին իր նախաձեռնած բարեփոխումներով։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր Գերմանիայի կանցլերին, որպեսզի վերջինս Ադրբեջանի նախագահից պահանջի դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Մերկելը հետևեց իրավապաշտպանների կոչերին, լրագրողների հետ հանդիպմանը նա հասկացնել տվեց, որ Գերմանիայի համար կարևոր հարցերի թվում նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն է, սակայն Ալիևն ըստ երևույթին այդ թեման կարևոր չէր համարում, նկատել է Deutsche Welle-ն։ Գերմանական պարբերականը նշում է նաև, որ Մերկելն ասուլիսի ընթացքում ընդհանրական կերպով է ներկայացրել բանակցությունների բովանդակությունը, ասել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան խնդիրը, որի կարգավորման հարցում Բերլինը պատրաստ է մասնակցել։